Սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, խոսքս ձեզ է ուղղում։ Այս օրերին նախաձեռնության հեղինակները եւ նրանց կուսակցական ընկերները ասում են նաեւ թե Հայկ Մարությանը, այսինքն ես, շեղվել եմ հեղափոխական արժեքներից։ Հիմա տեսնենք, թե ով է իրականում շեղվել հեղափոխական արժեքներից։ 2018-ի արտահերթ ընտրությունից հետո սկսեցինք աշխատել։ Եվ հանկարծ մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը։ Օրինակ նախարարները 1.5 միլիոն դրամ են ստանում։ Խոսքը մաքուր գումարի մասին է, հարկերը հանած։ Փոխնախարարները 1 միլիոն դրամ են ստանում եւ այսպես շարունակ։ Գաղտնի որոշմամբ։ Հեղափոխական նախարարները։ Շեշտում եմ, ես չեմ խոսում պետական համակարգի այսպես կոչված տեխնոկրատ անդամների մասին, որոնք անկախ ամեն ինչից պրոֆեսիոնալ են եւ իրենց աշխատանքի համար պետք է գնահատվեն։ Ես խոսում եմ գաղափարական հեղափոխականների մասին, հեղափոխությանը մասնակցած եւ հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացած մարդկանց մասին։ Ուրեմն, բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ ՔՊ-ում, թիմի ներսում, տարբեր մակարդակներում, ոչ մի արձագանք, կարծես թե ամեն ինչ այդպես էլ պետք է լիներ։ Բացի դրանից, աշխատանքի ընթացքում բազմաթիվ զանգեր էի ստանում, ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից, որոնք ասում էին, պարոն Մարության, քաղաքապետարանի այսինչ աշխատակից է, ինչ որ վատ շակերտավոր կոմենտ է գրել կամ վատ ստատուսի տակ լայք է դրել։ Իրենք պետք է աշխատակից հեռանան։ Տասնյակ նման զանգեր եմ ստացել։ Ինչին ի պատասխան ասեմ ժողովուրդ ջան, հարգելիներս, հեղափոխությունը ախր նաև դրա համար ենք արել, որ հին ժամանակների նման չլինի, երբ քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդում էին, աշխատանքից հեռացնում էին։ Ասում էի ցավները տանեմ, ախր երկիրը Facebook-ով չեն կառավարում։ Ախր ամեն ինչ Facebook-ով չի սկսվում ու վերջանում։ Հարազատներ ջան, ինձ հանգիստ թողեք։ Ես դրա համար չեմ այստեղ եկել։ Ես գործով եմ զբաղված։ Կարճ ասած, մերժում էի նման բոլոր առաջարկները։ Բայց դեռ ծաղիկներն էին։ Հետո սկսեցին տարատեսակ պաշտոնատար անձիկ զանգել եւ իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել։ Այս ծաղիկի բուտկեն էստեղ դնենք, այն շինթույլտվությունը տանք, սա այսքան հարկ ավելացնենք, այս հողը ընդլայնենք եւ այլն։ Եվ բնականաբար բոլոր դեպքերում ստացել են նույն պատասխանը։ Քանի ես այստեղ եմ, ամեն ինչ արվելու է օրենքի ու օրինականության շրջանակներում եւ բոլորը հավասար են օրենքի առաջ։ Սա շատ տհաճ ազդակ էր ինձ համար, որովհետեւ ես այդպիսի զանգեր անկեղծ ասած չէի սպասում, երբ միանում էի թիմին։ Եվ այդտեղ սկսվեց ի հայտ գալ իմ եւ ՔՊ-ի միջև աշխարհայացքների խզումը։ Ու հիմա այս մարդիկ ասում են Հայկը հեղափոխությունից շեղվել է։ Սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար այս նեղ պահին $200,000 մեքենա են գնում ու ամբողջ քաղաքական թիմով 1 ամիս շարունակ լծվում են արդարացնելու այդ որոշումը, որ ցույց տան, թե ինչքան անհրաժեշտ գնում էր սա պետության համար։ Պատկերացնում եք, մի երկիր, որը կրկնում եմ, 30% աղքատություն ունի, որը իր միջազգային գործընկերներից փող է խնդրում իր մանկապարտեզները վերանորոգելու, իր ճանապարհները կառուցելու, իր բյուջետային ծախսերը փակելու համար, արդարացնում է $200,000 մեքենայի գնումը, իբր դա պետության պրեստիժի համար է։ Ուրեմն ասեմ հարգելիներս, դա պրեստիժ չի, հակառակը սա մովետոն է, սա շատ վատ տպավորություն է թողնում, դրանով դուք անգամ խղճահարություն չեք առաջացնում, այլ միայն տարակուսանք եւ քմծիծաղ։ Ասում են Հայկ Մարությանը նախընտրական խոստումները բավարար չափով չի իրագործում։ Կներեք, բայց այս հարցում ինձ համար կարևոր է երևանցիների կարծիքը եւ գնահատականը։ Եվ հատկապես վերջին օրերին երևանցիները իրենց գնահատականը շատ հստակ տալիս են։ Ինչի համար ի դեպ շատ շնորհակալ եմ ձեզ, սիրելի երևանցիներ։ Ասում են քաղաքապետը կորցրել է կապը ավականու ֆրակցիայի հետ։ Այո, կորցրել եմ։ Հիմա պատմեմ մի դրվագ մեր համատեղ աշխատանքի բազմաթիվ դրվագներից, մեկը, որ պարզ լինի, թե ինչու է դա տեղի ունեցել։
Բոլորս գիտենք տրանսպորտի վիճակը Երևանում եւ բոլորս գիտենք, որ օր առաջ պետք է այս հարցին լուծում տալ։ Այս նպատակով անցած տարվանից սկսել ենք ավտոբուսներ գնել համայնքի միջոցներով։ Ահռելի ծավալի աշխատանք էինք կատարել եւ ավականին ընդամենը պետք է գար եւ քվեարկեր։ Եվ ահա, ավականու նիստի նախորդ երեկոյան տեղեկություն ենք ստանում, որ ԿՊ վարչության որոշ անդամներ, ինչպես նաեւ կառավարության որոշ անդամներ հրահանգել են, որ իմ քայլը քվորում չապահովի։ Պարզ ասած, որոշել էին տապալել ավտոբուսների գնման գործընթացը։ Մենք մեծ դժվարությամբ, զանգերով, բացատրելով կարևորությունը, խնդրելով մեր գործընկերներին հրավիրեցինք նիստի, բայց այնուամենայնիվ իմ քայլը ֆրակցիան բավարար չափով ձայներ չապահովեց այդ կարևորագույն որոշումը ընդունելու համար։ Բառացիորեն քվեարկությունից առաջ դահլիճից մարդկանց զանգով դուրս էին հանում։ Եվ որոշումը կարողացանք ընդունել միայն ավականու ընդդիմադիր եւ անկախ անդամների ներկայության շնորհիվ, +1 ձայնով, այսպես ասած, ծայրը ծայրին։ Փաստացի այս մարդիկ ուզում էին 1 միլիոնանոց քաղաքը թողնել առանց ավտոբուսների միայն մի բանի համար, որ ասեին, որ Հայկ Մարությանը չի կարողանում կատարել իր նախընտրական խոստումները։ Այսինքն նեղ խմբակային շահը վեր են դասում մի ամբողջ համայնքի շահից։ Կարճ ասած, ես այս ամբողջ process-ը համարում եմ անարգանք ժողովրդավարության հանդեպ եւ անարգանք Երևանցու քվեի հանդեպ։